Գիշերվա ժամը 3-ն է, դուք քնած եք, ամեն ինչ լավ է, տաք վերմակ, հանգիստ քուն եւ հանկարծ կարծես ինչ-որ մեկը բռնել է ձեր սրունքն ու սկսել ոլորել այնպես ինչպես թաց սրբիչը։ Դուք վեր եք թռչում, բռնում եք ոտքը, փորձում եք կանգնել, իսկ մկանը քարացած է, այնքան ցավոտ է, որ ուզում եք գոռալ։ Անցնում է 1, 2 կամ 3 րոպե եւ բաց է թողնում։ Դուք նորից պառկում եք, բայց այլևս չեք կարողանում քնել։ Պառկացեք, նայում եք առաստաղին ու մտածում, թե ինչ էր դա եւ ինչու է այն կրկնվում արդեն 3-րդ գիշերն անընդմեջ։ Եթե դուք հիմա գլխով արեցիք, մնացեք մեզ հետ, որովհետեւ այսօր մենք կքննարկենք այս խնդիրը սկզբից մինչեւ վերջ։ Ոչ մակերեսորեն, ոչ թե պարզապես մագնեզիում խմեք եւ ամեն ինչ կանցնի, այլ իրականում։ Ինչու են ձեր մկանները կծկվում հենց գիշերը։ Որ 5 պատճառներն են թաքնված դրա հետևում եւ կոնկրետ ինչ անել, որպեսզի դա դադարի։ Իմ անունն Արմեն Միքայելյան է, ես ընդհանուր պրակտիկայի բժիշկ եմ եւ աշխատում եմ արդեն 22 տարի։ Եվ գիտեք, թե ինչն է ինձ մինչև հիմա զարմացնում, որքան շատ մարդիկ են տարիներ շարունակ ապրում գիշերային ցնցումներով եւ դա համարում նորմալ։ Ինձ մոտ գալիս է մի կին, նա 63 տարեկան է եւ ասում է. «Բժիշկ, ոտքերս արդեն 5 տարի է կծկվում են, ես մտածում էի տարիքի հետ է կապված, դե ինչ կարող ես անել»։ Եվ այս ինչ կարող ես անելը ամեն անգամ ինձ անկեղծորեն զայրացնում է, որովհետև դեպքերի մեծամասնությունում կարելի է եւ պետք է անել, եւ ոչ թե ինչ-որ տիեզերական մեթոդներով, այլ պարզ, հասկանալի քայլերով։ Այսօր ես ձեզ դասախոսություն չեմ կարդա դասագրքից, ես կպատմեմ այն, ինչ տեսնում եմ ամեն օր ընդունելության ժամանակ, այն, ինչ իրականում աշխատում է։ Առանց գովազդի, առանց վախեցնելու, առանց բարդ բառերի։ Պայմանավորվեցինք, ուրեմն գնացինք։ Որպեսզի հասկանաք, թե ուր են գնում, ահա մեր այսօրվա պլանը։ Առաջին, ես կբացատրեմ, թե առհասարակ ինչ է կատարվում մկանի հետ, երբ այն կծկվում է, պարզ օրինակներով, առանց անատոմիական ատլասի։ Երբ հասկանաք մեխանիզմը, ձեզ շատ ավելի հանգիստ կլինի։ Երկրորդ, հկտորդ, կքննարկենք գիշերային ցնցումների 4 գլխավոր մեղավորներին։ Հանքանյութերի պակասը դրանցից միայն մեկն է եւ ամենևին ոչ միշտ գլխավորը։ Նաեւ անոթները, դեղորայքը եւ ջրազրկումը։ Յուրաքանչյուրը կքննարկենք առանձին։ Երրորդ, ես ձեզ կտամ քայլ առ քայլ պլան, թե ինչ անել այսօր, ինչ այս շաբաթ եւ երբ է արդեն հաստատ ժամանակը դիմել բժշկի, այլ ոչ թե պատասխաններ փնտրել համացանցում։ Եվ ընթացքում կպատմեմ մի քանի պատմություն իմ պրակտիկայից։ Դրանցից մեկը մի տղամարդու մասին է, ով 2 տարի տանջվում էր ցնցումներից, այցելեց 4 բժշկի, իսկ պատճառն այնքան պարզ էր, որ ինքն էլ չէր հավատում։ Այս պատմությունը ես կպահեմ վերջի համար, այն արժե դրան։ Եկեք սկսենք ամենասկզբից։ Ինչ է տեղի ունենում ձեր ոտքում, երբ այն կծկվում է։ Մարդկանց մեծ մասը մտածում է այսպես. դե մկանը սեղմվեց ու չի կարողանում թուլանալ։ Ընդհանուր առմամբ այո, բայց դա նույնն է թե ասել, որ հրդեհն այն է, երբ վառվում է։ Տեխնիկապես ճիշտ է, բայց ոչինչ չի բացատրում։ Եկեք մի փոքր ավելի խորանանք։ Պատկերացրեք ցանկացած մկան, օրինակ սրունքամկանը, այն, որը գտնվում է ոտքի հետևի հատվածում։ Այն բաղկացած է հազարավոր փոքրիկ թելիկներից, եւ յուրաքանչյուր թելիկ նման է մանրակերտ շարժիչի, այն կարող է սեղմվել եւ արձակվել։ Որպեսզի այս շարժիչը ճիշտ աշխատի, նրան 2 բան է պետք. ուղեղից եկող էլեկտրական ազդանշան, որն ասում է սեղմվիր կամ թուլացիր, եւ շուրջը հանքանյութերի ճիշտ հավասարակշռություն՝ կալիում, մագնեզիում, կալցիում, նատրիում։ Դա միաժամանակ եւ վառելիք է, եւ էլեկտրականություն։ Երբ ամեն ինչ կարգին է, դուք մտածում եք քայլ անել։ Ուղեղը ազդանշան է ուղարկում, մկանը սեղմվում է, հետո թուլանում է, դուք քայլում եք։ Հրաշալի է։ Դուք նույնիսկ չեք նկատում, թե ինչպես է դա աշխատում։ Իսկ հիմա պատկերացրեք, որ այս համակարգում ինչ-որ բան խափանվել է։ Ազդանշանը եկավ, մկանը սեղմվեց, իսկ հետադարձ ազդանշանը թուլացիր, տեղ չհասավ, կամ հասավ շատ թույլ, կամ հանքանյութերը չբավականացրին, որպեսզի մկանը վերադառնա բնականon վիճակի։ Եվ ահա, այն մնում է սեղմված, քարացած, ինչպես մի բռունցք, որը ոչ մի կերպ չի կարող բացվել։ Դա հենց ցնցումն է, կամ մկանակծկումը։ Այժմ կարևոր հարց. ինչու հատկապես գիշերը։ Ահա սա արդեն հետաքրքիր է։ Ցերեկը դուք շարժվում եք, քայլում եք, կանգնում եք, նստում եք, մկաններն անընդհատ աշխատում են, արյունը շրջանառվում է, հանքանյութերը մատակարարվում են, ամեն ինչ ընթացքի մեջ է։ Իսկ գիշերը դուք պառկած եք անշարժ, արյան հոսքը դանդաղում է, մկանները սառչում են։ Եթե համակարգի որևէ տեղում թույլ օղակ կա, մագնեզիումի պակաս, վատանոթներ, դեղահաբի կողմնակի ազդեցություն, հենց գիշերն է այդ թույլ օղակն իր մասին զգացնել տալիս։ Ես հաճախ այսպիսի համեմատություն եմ բերում։ Պատկերացրեք հին ավտոմեքենա։
Ցերեկը դուք վարում եք այն, շարժիչը տաք է, յուղը շրջանառվում է, ամեն ինչ աշխատում է, իսկ առավոտյան ցուրտ գիշերից հետո գործի եք գցում եւ այն սկսում է փռշտալ, թխկթկալ ու խափանվել։ Ոչ թե այն պատճառով, որ գիշերը ինչ-որ բան կոտրվեց, այլ որովհետև խնդիրը կար դեռ նախկինում։ Պարզապես քանի դեռ շարժիչը տաք էր եւ աշխատում էր, դա կոմպենսացվում էր։ Նույնն էլ մկանների դեպքում է։ Գիշերային ցնցումը ազդանշան է, որ ցերեկն ինչ-որ բան աշխատում է սահմանային լարվածությամբ։ Եվ այստեղ ես ուզում եմ մի կարևոր բան ասել։ Գիշերային մկանակցկունները հիվանդություն չեն, դա ախտանիշ է։ Դա ձեր մարմինն է, որը խոսում է ձեզ հետ։ Այն ասում է. «Լսիր, այստեղ ինչ-որ բան այն չէ», ուշադրություն դարձրու։ Եվ մեր խնդիրն է ոչ թե լռեցնել այդ ազդանշանը ցավազրկողով, այլ հասկանալ կոնկրետ ինչն այն չէ։ Ընդ որում, եւ սա կարևոր է, պատճառը կարող է մեկը չլինել, շատ հաճախ դա համադրություն է։ Մի փոքր չի բավականացնում մագնեզիումը, գումարած անոթները լավագույն վիճակում չեն, գումարած ճնշման դեղահաբը, որը դուրս է բերում կալիումը մարմնից։ Յուրաքանչյուր գործոն առանձին կարծես թե ոչ մի սարսափելի բան չէ, իսկ միասին, ահա, եւ ամեն գիշերվա ցնցումները։ Լավ նորություն։ Դեպքերի մեծամասնությունում պատճառները գտնվում են, եւ դրանց հետ կարելի է աշխատել։ Իհարկե ոչ մեկ օրում, բայց աշխատել կարելի է, եւ արդյունքն այնպիսին է լինում, որ մարդն ինքն է զարմանում։ Ես հիշում եմ, թե ինչպես իմ հիվանդներից մեկը, մի տղամարդ 57 տարեկան, թոշակառու ճարտարագետ, եկավ եւ ասաց. «Բժիշկ Միքայելյան, ես արդեն համակերպվել եմ, կծկվում է։ Դե թող կծկվի։ Ես վեր եմ կենում, քայլում եմ սենյակում, հետո նորից քնում եմ, սովորել եմ»։ Ես նրան ասում եմ. «Իսկ ինչու սովորել մի բանի, ինչը կարելի է վերացնել»։ Նա ինձ վրա նայեց այնքան թերահավատորեն։ Դե մենք աշխատեցինք եւ 2 ամիս անց նա ինձ զանգում է. «Բժիշկ, երրորդ շաբաթն է, քնում եմ մանկան պես, ոչ մի ցնցում, ես մտածում էի դուք հրաշագործ եք»։ Ես հրաշագործ չեմ։ Մենք պարզապես գտանք նրա կոնկրետ պատճառները եւ դրանք լուծեցինք։ Լավ, այժմ եկեք անցնենք այդ պատճառներին։ Դրանք հիմնականում 5-ն են եւ յուրաքանչյուրը կքննարկենք մանրամասն։ Իդեպ, եթե դուք հիմա դիտում եք ու մտածում, «Օ, սա իմ մասին է», գրեք մեկնաբանություններում, թե որքան ժամանակ է ձեզ մոտ սա սկսվել՝ 1 տարի, 5 տարի, թե 10։ Ինձ իսկապես հետաքրքիր է, որովհետև ըստ իմ փորձի շատերը երկար համբերում են, նախքան սկսում են հասկանալ պատճառները։ Եվ այսպես, առաջին պատճառը, եւ այն թերևս համացանցում ամենաշատ քննարկվողն է, հանքանյութերի պակասը։ Մագնեզիում, կալիում, կալցիում, վիտամին D։ Կսկսեմ մագնեզիումից, քանի որ դրա մասին հիմա չի խոսում միայն ալարկոտը։ Բացում ես առողջության մասին ցանկացած բլոգ, խմեք մագնեզիում եւ բոլոր խնդիրները կլուծվեն։ Ցնցումներ, մագնեզիում, վատ քուն, մագնեզիում, նյարդայնանում եք, մագնեզիում, մազերն են թափվում, մագնեզիում։ Շուտով երևի կասեն, որ մեքենան էլ չի գործի ընկնում մագնեզիումի պատճառով։ Այսպիսով, եկեք անկեղծ լինենք։ Մագնեզիում իսկապես չափազանց կարևոր հանքանյութ է։ Այն մասնակցում է օրգանիզմի ավելի քան 300 կենսաքիմիական ռեակցիաների։ 300-ը կատակ չէ։ Այն անհրաժեշտ է մկանների, նյարդային համակարգի, սրտի, ոսկորների աշխատանքի համար։ Առանց մագնեզիումի մկանը չի կարող նորմալ թուլանալ կծկումից հետո։ Ահա բառացիորեն այն սեղմվեց, իսկ արձակվել առանց մագնեզիումի նրա համար դժվար է։ Դա նման է պինդ զսպանակով դռանը։ Դուք այն բացեցիք, իսկ հետ չի գալիս, որովհետև զսպանակը ժանգոտել է։ Բայց ահա այստեղ ուշադրություն։ Մագնեզիումի պակասը որպես ցնցումների միակ պատճառ այնքան էլ հաճախ չի հանդիպում, որքան մեզ ասում են բլոգերները։ Ըստ խոշոր հետազոտությունների տվյալների, մագնեզիումի դեֆիցիտ առկա է 50-ից բարձր տարիքի մոտավորապես յուրաքանչյուր 5-6-րդ մարդու մոտ։ Դա շատ է, բայց 100%-ը չէ։ Իսկ եթե լսեք համացանցին, ապա բոլորի մոտ համատարած պակաս է, եւ բոլորը պետք է շտապ հավելումներ խմեն։ Ինչու կարող է մագնեզիումը չբավականացնել։ Այստեղ կան մի քանի պատճառներ։ Առաջինը սնունդը։ Մագնեզիումը պարունակվում է կանաչ տերևավոր բանջարեղենում, ընկուզեղենում, սերմերում, ընդեղենում, ամբողջահատիկ ձավարեղենում։ Հիմա հիշեք, թե ինչպես է սնվում մեր տարիքի մարդկանց մեծ մասը։ Առավոտյան կատնային շիլա կամ կարագով ու հացով բուտերբրոդ, ճաշին ապուր, կարտոֆիլ կոտլետով։ Երեկոյան այն, ինչ մնացել է։ Որտեղ են այստեղ կանաչ տերևավոր բանջարեղենները։ Որտեղ են ընկույզները։ Որտեղ է ոսպը։ Ամենից հաճախ ոչ միտեղ։ Երկրորդ պատճառը՝ տարիքը։ 50 տարեկանից հետո աղիներում մագնեզիումի ներծծումը նվազում է, այսինքն նույնիսկ եթե դուք սնվում եք ճիշտ, օրգանիզմն ավելի քիչ է յուրացնում, քան 30 տարեկանում։ Սա անարդար է, բայց փաստ է։ Երրորդը դեղորայքն է, եւ այս մասին քչերը գիտեն։ Որոշ դեղամիջոցներ բառացիորեն դուրս են մղում մագնեզիումն օրգանիզմից։ Միզամուղները դասական օրինակ են։
Պրոտոնային պոմպի ինհիբիտորները, դրանք այրոցի և ստամոքսի համար նախատեսված դեղահաբերն են, որոնք շատերը խմում են տարիներով, դրանք խանգարում են մագնեզիումի ներծծմանը։ Այս մասին մենք դեռ կխոսենք ավելի մանրամասն, երբ հասնենք տեղորայքին։ Հիմա ինչպես հասկանալ, որ մագնեզիումը չի բավականացնում։ Արյան մեջ մագնեզիումի անալիզը խորամանկ բան է։ Բանն այն է, որ արյան մեջ պարունակվում է օրգանիզմում առկա ողջ մագնեզիումի ընդամենը 1%-ը, մնացած 99%-ը ոսկորներում է, մկաններում, բջիջներում։ Եվ օրգանիզմն այնպես է կառուցված, որ արյան մեջ մակարդակը նա պահպանում է մինչև վերջ, վերցնում է մագնեզիումը ոսկորներից ու մկաններից, որպեսզի արյան մեջ նորմալ լինի։ Ուստի անալիզը կարող է ցույց տալ նորմա, սակայն դեֆիցիտը միևնույն ժամանակ առկա է։ Դա նման է մարդու փող ունենալ-չունենալը ստուգելուն, նայելով միայն դրամապանակին։ Իսկ նա կարող է ամբողջովին պարտքերի մեջ լինել։ Պարզապես դրամապանակում ցուցադրաբար մի 2 թղթադրամ կա։ Ավելի ճշգրիտ անալիզն է մագնեզիում էրիթրոցիտներում կամ իոնացված մագնեզիումը, բայց այն ամեն տեղ չեն անում եւ այն ավելի թանկ արժե։ Ուստի գործնականում ես հաճախ առաջնորդվում եմ ախտանիշներով՝ ցնցումներ, մկանների պրկումներ, դյուրագրգռություն, անքնություն, արագ հոգնածություն։ Եթե այս ամենը կա միասին, դեֆիցիտի հավանականությունը մեծ է։ Ինչ անել։ Սկսել սննդից, միշտ սննդից։ Ավելացրեք ձեր սննդակարգում դդմի սերմեր, օրական մի բուռ, դա մոտավորապես 30-ից 40 գրամ է։ Սա մագնեզիումի ամենահարուստ աղբյուրներից մեկն է։ Նուշ, հնդկական ընկույզ, հնդկածավար, սպանախ, լոբի, սև շոկոլադ։ Այո, այն նույնպես հարուստ է մագնեզիումով, բայց իհարկե առանց ծայրահեղությունների։ Մի 2 կտոր, ոչ թե մի ամբողջ սալիկ։ Եթե սննդով չի ստացվում փակել դեֆիցիտը, այն ժամանակ հավելումն էր։ Բայց սա նույնպես կարևոր է, մագնեզիումը տարբեր է լինում։ Մագնեզիումի օքսիդը, որն ամենաէժանն է և ամենից հաճախն է, վաճառվում, յուրացվում է ամենավատը։ Ցիտրատը, գլիցինատը, մալատը զգալիորեն ավելի լավ են յուրացվում։ Հարցրեք ձեր բժշկին, թե որ ձևն է համապատասխանում հենց ձեզ։ Այժմ կալիումը։ Կալիումն ու մագնեզիումը կարծես 2 ընկերներ լինեն, որոնք միշտ միասին են քայլում։ Եթե մեկը չի բավականացնում, երկրորդն էլ սովորաբար վատ է զգում։ Կալիումը պատասխանատու է նյարդային ազդակների փոխանցման համար։ Առանց դրա մկանը չի ստանում ճիշտ ազդանշան, երբ կծկվել, երբ թուլանալ։ Խառնաշփոթ ազդանշաններում։ Եվ ահա ձեզ ցնցում։ Կալիումը մենք կորցնում ենք քրտինքով, մեզով և կրկին միզամուղ դեղերով։ Հիպերտոնիա ունեցող շատ մարդիկ ամեն օր միզամուղներ են ընդունում, և բժիշկները ոչ միշտ են զգուշացնում, որ դրա հետ մեկտեղ պետք է հետևել կալիումին։ Իսկ հետո մարդը զարմանում է, որտեղից ցնցումներ։ Դե ահա թե որտեղից։ Որտեղից ստանալ կալիում։ Բանաններ։ Առաջինը, ինչ բոլորը հիշում են, այո, բանանի մեջ կա կալիում, բայց դա ռեկորդակիրը չէ։ Շատ ավելի մեծ քանակով կալիում կա կճեպով եփած կարտոֆիլի, լոբու, ծիրանի ջրի մեջ։ Օրական մի բուռ ծիրանի ջիրը հիանալի չափաբաժին է ապահովում։ Լոլիկների, ավոկադոյի մեջ, եթե սիրում եք։ Գիտեք, իմ հիվանդներից մեկը, նա 59 տարեկան է, մոտ 3 ամիս տանջվում էր ցնցումներով։ Մենք ստուգեցինք կալիումը, նորմայի ստորին սահմանն էր։ Ես նրան հարցնում եմ. Ինչ եք դուք սովորաբար խմում օրվա ընթացքում։ Նա ասում է. թեյ, շատ թեյ, 6-7 բաժակ, իսկ ջուրն ինչիս է պետք, թեյն էլ է, չէ, հեղուկ։ Այսպիսով թեյը, հատկապես սև թեյը, ունի միզամուղ ազդեցություն։ Նա փաստացի դուրս էր լվանում կալիումը լիտրերով թեյի միջոցով։ Մենք կարգավորեցինք խմելու ռեժիմը, սննդակարգում ավելացրինք ծիրանի ջիր և կճեպով եփած կարտոֆիլ շաբաթական 3 անգամ։ 1 ամիս անց ցնցումներն անհետացան, առանց որևէ դեղահաբի։ Այժմ կալցիումը։ Կալցիումի մասին բոլորը մտածում են ոսկորների համատեքստում՝ օստեոպորոզ, փխրունություն, կոտրվածքներ, բայց կալցիումը նաև մկանների աշխատանքն է։ Այն մասնակցում է մկանային թելիկի կծկման բուն գործընթացին։ Առանց կալցիումի մկանը չի կարող նորմալ սեղմվել։ Հնչում է հակասական։ Կալցիումի պակասի դեպքում մկանը չի կարող ոչ սեղմվել, ոչ էլ թուլանալ։ Համակարգը փչանում է 2 ուղղություններով։ 50 տարեկանից հետո, հատկապես կանանց մոտ, դաշտանադադարից հետո կալցիումի յուրացումը նվազում է։ Էստրոգենները, որոնք օգնում էին կալցիումի յուրացմանը, նվազում են, և եթե դրա հետ մեկտեղ կինը բավարար քանակությամբ կալցիում չի ստանում սննդից և վիտամին D-ն չի բավականացնում, խնդիրները սարերի հետևում չեն, ի դեպ վիտամին D-ի մասին։ Առանց դրա կալցիումն ուղղակի չի յուրացվի։ Դա նույնն է, որ համացանցային խանութից կահույք գնեք, իսկ բնակարանի բանալին կորցնեք։ Կահույքը եկել է, կանգնած է շքամուտքի մոտ, իսկ բնակարան չի մտնում։ Վիտամին D-ն այն բանալին է, որը բացում է դուռը կալցիումի համար։
Իսկ վիտամին D-ն մեզ մոտ, մերմ ասած, առատ չէ։ Մենք հասարակածում չենք ապրում։ Հայաստանում էլ հոկտեմբերից մարտ արև գրեթե չկա, իսկ մաշկը տալիքի հետ ավելի վատ է արտադրում վիտամին D։ Տարբեր տվյալներով մեր լայնություններում 50-ից բարձր մարդկանց 60-ից 80%-ի մոտ նկատվում է վիտամին D-ի դեֆիցիտ կամ անբավարարություն։ Սրանք ահռելի թվեր են։ Ինչ անել կալցիումի հետ։ Կատնամթերք, կատնաշոր, կեֆիր, պանիր։ Եթե լավ եք մարսում, սա լավագույն աղբյուրն է։ Քունջուտ, փոքրիկ սերմեր են, բայց դրանցում կալցիումը շատ է։ Սարդինաձուկն իր ոսկորներով, եթե սիրում եք ձկան պահածոներ։ Կաղամբ, բրոկկոլի։ Իսկ վիտամին D-ն ստուգեք մակարդակը։ Անալիզը կոչվում է 25OH վիտամին D։ Սա արյան պարզ անալիզ է, նորման 30-ից բարձրն է։ Եթե 20-ից ցածր է, դա արդեն դեֆիցիտ է և շտկման կարիք ունի։ Դեռաչափը պետք է ընտրի բժիշկը, որովհետև վիտամին D-ն ճարպալույծ է և դրա գերդոզավորումը նույնպես ոչ մի լավ բանի չի հանգեցնում։ Եկեք ամփոփենք միջանկյալ արդյունքը դեֆիցիտների վերաբերյալ։ Մագնեզիում, կալիում, կալցիում, վիտամին D։ Սրանք այն 4 հրացանակիչներն են, որոնք աշխատում են կապակցված։ Թուլանում է մեկը, տուժում են բոլորը։ Եվ ամենահաճախ հանդիպող պատմությունը, որ ես տեսնում եմ, մարդը սնվում է միօրինակ, խմում է քիչ ջուր, շատ թեյ կամ սուրճ, ընդունում է ճնշման դեղեր, եւ ահա ձեզ միանգամից մի քանի կետով դեֆիցիտ։ Կոնկրետ քայլ հենց հիմա։ Վերցրեք թղթի մի կտոր եւ գրեք, թե ինչ եք կերել երեք ամբողջ օրվա ընթացքում։ Նախաճաշ, ճաշ, ընթրիք, ընդմիջումներ։ Իսկ հետո նայեք, կան արդյոք այնտեղ կանաչ բանջարեղեններ, ընկույզներ, ընդեղեն, կատնամթերք, մրգեր։ Եթե ոչ, ահա ձեզ առաջին նշանը։ Եթե դուք հիմա մտածում եք, ինձ մոտ հաստատ դեֆիցիտ է, պետք է վազել դեղատուն։ Սպասեք, մի շտապեք։ Եկեք նախ քննարկենք մնացած պատճառները, որովհետև կարող է պարզվել, որ բանը բոլորովին այլ տեղ է, կամ ինչպես ավելի հաճախ է պատահում, մի քանի գործոնների համադրության մեջ է։ Իդեպ, գրեք մեկնաբանություններում, ընդունում եք արդյոք ինչ-որ հավելումներ, մագնեզիում, վիտամին D կամ ուրիշ բան, եւ արդյոք օգնում է։ Ինձ իսկապես հետաքրքիր է, որովհետև յուրաքանչյուրն ունի իր փորձը, եւ դա արժեքավոր է։ Պատճառ երկրորդ՝ անոթները։ Եվ այստեղ ուշադրություն դարձրեք, որովհետև այս մասին խոսում են շատ ավելի հազվադեպ, քան մագնեզիումի մասին, բայց իզուր։ Տեսեք, թե ինչ է կատարվում։ Մկաններին նորմալ աշխատանքի համար սնուցում է պետք, թթվածին, գլյուկոզա, այն նույն հանքանյութերը, որոնց մասին խոսեցինք։ Այս ամենը մատակարարվում է արյան միջոցով։ Արյունը հոսում է անոթներով, զարկերակներով, մազանոթներով, երակներով։ Եթե անոթների հետ ամեն ինչ լավ է, մկանը ստանում է այն ամենը, ինչ իրեն պետք է։ Եթե ոչ, սկսվում են խնդիրներ։ Իսկ հիմա պատկերացրեք, դուք 55 կամ 60 կամ 65 տարեկան եք։ 20-30 տարվա կյանք, սթրեսներ, նստակյաց աշխատանք, ծխելը։ Ինչ-որ մեկը ծխել է, ինչ-որ մեկը հիմա էլ է ծխում։ Սնունդը ոչ միշտ է ամենաառողջարարը, շատերի մոտ հիպերտոնիա է։ Թե ինչ է կատարվում անոթների հետ այս տարիների ընթացքում, ես ձեզ կպատմեմ համեմատության միջոցով։ Պատկերացրեք հին շենքի ջրատար խողովակ։ Երբ շենքը նոր է, խողովակը հարթ է, փայլուն, ջուրն ազատ հոսում է։ Անցնում է 20 տարի, պատերին առաջանում է փառ, նստվածք, ժանք, անցքը նեղանում է, ջուրը հոսում է, չում է, բայց արդեն ոչ այնքան ազատ։ Իսկ եթե որևէ տեղ մեծ կուտակում է առաջացել, ջուրն այդ տեղով հազիվ է անցնում։ Անոթների հետ մոտավորապես նույն բանն է կատարվում։ Աթերոսկլերոտիկ վահանիկները մեր նստվածքներն են։ Դրանք նեղացնում են անոթի լուսանցքը, արյունն ավելի վատ է անցնում, եւ առաջինը տուժում են սրտից ամենահեռու գտնվող տարածքները, ոտքերը, որովհետև սիրտը պետք է արյունը մղի ներքև մինչև թաթերը, իսկ հետո այն նորից վերադարձնի վերև, ծանրության ուժին հակառակ։ Սա լուրջ աշխատանք է։ Ցերեկը, երբ դուք քայլում եք, ոտքի մկաններն աշխատում են որպես պոմպ, դրանք օգնում են արյանը շարժվել, իսկ գիշերը դուք պառկած եք, մկանները թուլացած են, պոմպն անջատված է։ Արյան հոսքը ոտքերում առանց այն էլ ավելի թույլ է, դրան գումարվում է անոթների նեղացումը։ Մկանը բավարար թթվածին եւ սնուցում չի ստանում եւ սկսում է բողոքել ցնցումներով։ Գոյություն ունի անոթային երկու հիմնական սցենար, որոնք հանգեցնում են գիշերային ցնցումների։ Առաջինը ոտքերի զարկերակների աթերոսկլերոզ։ Սա այն դեպքն է, երբ վահանիկները նեղացնում են այն զարկերակները, որոնք արյուն են տանում դեպի մկաններ։ Բացի ցնցումներից, այստեղ կարող են լինել նաև այլ նշաններ։ Ոտքերը մրսում են անգամ տաք սենյակում։ Սրունքների մաշկը դառնում է գունատ կամ կապտավուն։ Վերքերն ու քերծվածքները դանդաղ են լավանում։ Քայլելիս ցավ է առաջանում սրունքամկաններում, որն անցնում է կանգնելիս։ Վերջինս այսպես կոչված ընդմիջվող կաղությունն է, շատ բնորոշ ախտանիշ։
Քայլեցիր 200 մետր, ցաված, կանգնեցիր, անցավ, շարունակեցիր քայլել, նորից ցաված։ Եթե ձեզ մոտ այդպես է, դա առիթ է առանց հետաձգելու, հետազոտվելու։ Երկրորդը վարիկոզը եւ քրոնիկ երակային անբավարարությունն է։ Այստեղ խնդիրը ոչ թե այն է, որ արյունը վատ է գալիս, այլ այն, որ վատ է հեռանում։ Երակները լայնացած են, դրանց փականները վատ են աշխատում, արյունը կանգ է առնում ոտքերում։ Այտուցներ երեկոյան, ծանրություն, զնգացող ոտքեր, տեսանելի լայնացած երակներ, անոթային աստղիկներ։ Ծանոթ է։ Եվ այսպես, այս կանգը նույնպես կարող է ցնցումներ հրահրել, որովհետև կանգնած արյան մեջ կուտակվում են նյութափոխանակության արգասիքներ, իսկ թթվածնով հարուստ թարմ արյունը չի կարողանում նորմալ անցնել։ Ես ձեզ մի պատմություն կպատմեմ։ Ինձ մոտ եկավ մի տղամարդ, 61 տարեկան, հեռագնավարորդ, արդեն 20 տարի ղեկին է, ցնցումներ, գիշերները, ամեն գիշեր, երբեմն գիշերվա ընթացքում 2-3 անգամ։ Կին արդեն ուրիշ սենյակ էր գնացել քնելու, որովհետև նա գոռում եւ վեր էր թռչում։ Նա ասում է. «Ինձ դեղատանը մագնեզիում խորհուրդ տվեցին, ես 3 ամիս խմեցի, ոչինչ չփոխվեց»։ Ես նրա զննում եմ։ Ոտքերն այտուցված են, երակներն անզեն, աչքով երևում են, սրունքների մաշկը փոփոխված է, մի տեսակ շագանակագույն։ Ուղարկեցի երակների գերցայնային հետազոտության, եւ ահա, 3-րդ աստիճանի քրոնիկ երակային անբավարարություն։ Մագնեզիումն այստեղ կապ չունի, խնդիրն անոթների մեջ է։ Սկսեցինք աշխատել այդ ուղղությամբ։ Կոմպրեսիոն տրիկոտաժ, հատուկ մարմնամարզություն ոտքերի համար, ռեժիմի շտկում, ամեն 2 ժամը 1 վեր կենալ ու քայլել, գիշերը ոտքերը մի փոքր բարձր դնել։ 1.5 ամիս անց ցնցումները սկսեցին կրկնվել, շաբաթը 2 անգամ, ամեն գիշերվա փոխարեն, իսկ 3 ամիս անց գրեթե ամբողջությամբ վերացան։ Տեսնում եք, մարդը 3 ամիս մագնեզիում էր խմում, որն իրեն չէր օգնում, որովհետև պատճառն այլ տեղ էր, եւ այսպիսի դեպքերը շատ են։ Կա եւս մեկ անոթային նրբերանգ, որի մասին գրեթե ոչ ոք չգիտի։ Անհանգիստ ոտքերի համախտանիշը առանձին թեմա է, բայց այն մոտ է այս խնդրին։ Երբ երեկոյան կամ գիշերը ոտքերում առաջանում է դրանք, շարժելու անհաղթահարելի ցանկություն, տհաճ զգացողություններ, մրջունների վազք, ծակծկոցներ, դա հենց ցնցում չէ, բայց մարդիկ հաճախ շփոթում են եւ այն բուժվում է բոլորովին այլ կերպ։ Եթե ձեզ ծանոթ է այս զգացումը, անպայման ասեք ձեր բժշկին, որովհետև այստեղ պետք է առանձին հասկանալ խնդիրը։ Ինչ անել հենց հիմա, եթե կասկածում եք անոթային պատճառի վրա։ Ահա կոնկրետ քայլերը։ Նայեք ձեր ոտքերին։ Կան արդյոք այտուցներ երեկոյան։ Երևում են արդյոք լայնացած երակներ։ Մրսում են արդյոք ոտքերը։ Փոխվել է արդյոք սրունքների մաշկի գույնը։ Եթե գոնե մեկ բան կա, գրանցվեք ոտքերի անոթների գերցայնային հետազոտության։ Դա արագ է, ցավոտ չէ, թանկ չէ եւ շատ տեղեկատվություն է տալիս։ Իսկ մինչ սպասում եք ընդունելությանը, պարզ վարժություն արեք։ Երեկոյան քնելուց առաջ մեջքի վրա պառկած վիճակում ոտքերը բարձրացրեք վեր եւ հենեք պատին։ Պառկեք այդպես 5-ից 10 րոպե։ Արյունը ոտքերից կհոսի դեպի վար, մկանները կթուլանան։ Սա բուժում չէ, բայց օգնում է նվազեցնել ցնցումների հաճախականությունը, եթե պատճառը երակային կանգն է։ Եվ էլի, քայլելը։ Պարզապես քայլել օրական 30 րոպե, ոչ վազք, ոչ մարզասրա, պարզապես հավասարաչափ քայլք։ Քայլելիս ոտքի մկաններն աշխատում են որպես պոմպ, մղում են արյունը երակներով, մարզում են անոթի պատերը։ Սա անոթների համար լավագույն միջոցներից մեկն է եւ այն բացարձակապես անվճար է։ Եթե հասել եք մինչև այս պահը, դուք արդեն գիտեք ավելին, քան մարդկանց 90%-ը, ովքեր պարզապես կուլ են տալիս մագնեզիում եւ հույս են դնում լավագույնի վրա։ Գնանք առաջ։ Երրորդ պատճառը, եւ դա թերևս ամենաթերագնահատվածն է, դեղորայքը։ Ասեք ինձ, երբ բժշկից դեղատոմս եք ստանում, դուք կարդում եք ամբողջ հրահանգը։ Անկեղծ ասեք, տեսնում եմ, ժպտում եք, մարդկանց մեծամասնությունը ոչ։ Առավելագույնը ինչպես ընդունել եւ օրը քանի անգամ։ Իսկ կողմնակի ազդեցություններ բաժինը 2 էջանոց մանր տառատեսակ է, որը ոչ ոք չի կարդում։ Եվ իզուր, որովհետև շատ տարածված դեղամիջոցների կողմնակի ազդեցությունների շարքում կան մեզ ծանոթ մկանային ցնցումները։ Եկեք անցնենք հիմնական խմբերի վրայով։ Միզամուղներ կամ դիուրետիկներ։ Դրանք ընդունում են միլիոնավոր մարդիկ հիպերտոնիայի, այտուցների, սրտային անբավարարության ժամանակ։ Ինչ են դրանք անում։ Օրգանիզմից դուրս են բերում ավելորդ հեղուկը։ Ամեն ինչ տրամաբանական է, բայց հեղուկի հետ մեկտեղ հեռանում են նաև հանքանյութերը՝ կալիումը, մագնեզիումը, նատրիումը, հատկապես կալիումը։ Եթե մարդն ամեն օր միզամուղ է ընդունում, իսկ կալիումը չի լրացնում, մի քանի ամիս անց բարև ձեզ ցնցումներ։
Ես չեմ ասում, որ միզամուղները վատ բան են, ոչ, դրանք հաճախ անհրաժեշտ են, բայց եթե դուք դրանք ընդունում եք, պետք է պարբերաբար վերահսկել արյան մեջ կալիումի և մագնեզիումի մակարդակը, գոնե կես տարին մեկ անգամ և ճշգրտել սննդակարգը կամ հավելումները։ Դա ձեր բժշկի խնդիրն է։ Բայց եթե բժիշկն այդ մասին չի խոսել, լիովին իրավունք ունեք ինքներդ հարցնելու։ Ստատիններ, խոլեստերինը իջեցնելու դեղամիջոցներ։ Դրանք ընդունում են 50-ից բարձր շատ մարդիկ։ Ստատինները լավ, պիտանի դեղամիջոցներ են։ Դրանք իրականում նվազեցնում են ինֆարկտի և ինսուլտի ռիսկը, բայց նրանք ունեն կողմնակի ազդեցություն, որը վերաբերում է մկաններին։ Դրանք կարող են առաջացնել միալգիա, մկանային ցավ, թուլություն, իսկ երբեմն նաև ցնցումներ։ Ոչ բոլորի մոտ, բայց տոկոսը բավականին նկատելի է։ Տարբեր տվյալներով ստատիններ ընդունող մարդկանց 5-ից 20%-ը գանգատվում է մկանային խնդիրներից։ Եթե դուք ընդունում եք ստատիններ և ձեզ մոտ սկսվել են ցնցումներ, մի թողեք դրանք ինքնուրույն, սա կարևոր է։ Դիմեք բժշկի։ Կան տարբերակներ՝ փոխել ստատինի տեսակը, նվազեցնել դեղաչափը, ավելացնել կոենզիմ Q10-ը, որը որոշ տվյալների համաձայն օգնում է նվազեցնել մկանային ազդեցությունները, բայց դա որոշում է բժիշկը։ Պրոտոնային պոմպի ինհիբիտորները հաբեր են, որոնք նվազեցնում են ստամոքսի թթվայնությունը։ Դրանք նշանակում են գաստրիտի, խոցի, ռեֆլյուքսի դեպքում։ Շատերը խմում են դրանք տարիներով, եւ ահա սա խնդիր է, որովհետև երկարատև ընդունման դեպքում դրանք խանգարում են աղիներում մագնեզիումի ներծծմանը։ Ոչ մեկ ամսում, ոչ երկու, բայց եթե խմում եք դրանք 1, 2 կամ 3 տարի, մագնեզիումը կարող է զգալիորեն նվազել, իսկ հետո արդեն գիտեք։ Բետա-բլոկատորներ։ Եվս մեկ խումբ դեղամիջոցներ, ճնշման և արագացած զարկերակի դեմ։ Դրանք կարող են վատթարացնել արյան շրջանառությունը ծայրամասային անոթներում, այսինքն ձեռքերում և ոտքերում։ Բետա-բլոկատորներ ընդունելիս սառչող մատները դասական են, իսկ ոտքերում նվազած արյան հոսքը, ինչպես արդեն պարզեցինք, ցնցումների ռիսկի գործոն է։ Հորմոնալ դեղամիջոցները, որոշ հակադեպրեսանտներ, ասթմայի դեմ դեղամիջոցները նույնպես կարող են մեղավոր լինել։ Ցանկը երկար է, և ես չեմ թվարկի ամեն ինչ, բայց սկզբունքը մեկն է։ Եթե ցնցումները սկսվել են նոր դեղամիջոց ընդունելուց հետո, կամ երբ ձեզ փոխել են դեղաչափը, սա առաջին բանն է, որի մասին արժե մտածել։ Ահա իրական դեպք։ Կին, 67 տարեկան։ Ոտքերի ցնցումներ գրեթե ամեն գիշեր, սկսվել է մոտ կես տարի առաջ։ Ես նրան հարցնում եմ. իսկ ինչ է փոխվել կես տարի առաջ։ Նա մտածում է, հիշում. դե ինձ փոխեցին ճնշման հաբը, որը պարզվեց կես տարի առաջ ավելացրել էին միզամուղ բաղադրիչ։ Հենց այդ ժամանակ էլ սկսվել էին ցնցումները։ Մենք զրուցեցինք նրա սրտաբանի հետ, փոխարինեցինք դեղամիջոցն անալոգով, առանց միզամուղ ազդեցության, շտկեցինք դիետան։ 3 շաբաթ անց ցնցումներն ամբողջությամբ անհետացան։ Հասկանում եք, որն է հարցը։ Ոչ ոք մեղավոր չէ։ Սրտաբանը դեղը ճիշտ էր նշանակել ըստ ցուցումների, բայց կողմնակի ազդեցությունը մնում է կողմնակի ազդեցություն։ Եվ քանի դեռ մարդն ինքը չի կապել մեկը մյուսի հետ կամ բժիշկը չի օգնել, այդպես էլ տանջվելու է։ Կոնկրետ քայլ, հենց հիմա։ Վերցրեք ձեր բոլոր դեղերը, դրեք սեղանին, տեսեք, թե ինչ եք ընդունում, եւ ինքներդ ձեզ տվեք 2 հարց։ Առաջին. երբ սկսվեցին ցնցումները։ Արդյոք դա ժամանակի առումով չի համընկել ինչ-որ դեղ ընդունելու սկզբի հետ։ Երկրորդ. արդյոք ցանկում կան միզամուղներ, ստատիններ, ստամոքսի դեղեր, բետա-բլոկատորներ։ Եթե այո, խոսեք բժշկի հետ առաջիկա ընդունելության ժամանակ։ Ինքնուրույն ոչինչ մի դադարեցրեք, բայց խոսեք։ Եվ քանի որ խոսեցինք դեղերի մասին, թույլ տվեք ասել մի անհարմար բան։ Իմ սերնդի եւ ավելի մեծ մարդիկ սովոր են անվերապահորեն վստահել բժշկին։ Բժիշկը նշանակել է, ուրեմն պետք է խմել։ Սա լավ է, վստահությունը կարևոր է, բայց վստահությունը չի բացառում հարցերը։ Դուք լիովին իրավունք ունեք հարցնելու։ Բժիշկ, իսկ ինչ կողմնակի ազդեցություններ ունի այս դեղը։ Պետք է ինչ-որ բանի հետևեմ։ Լավ, բժիշկը դրանից չի նեղանա։ Լավ, բժիշկը դրանից կուրախանա, որովհետև հարցեր տվող պացիենտն այն պացիենտն է, ով հոգ է տանում իր առողջության մասին։ Գրեք մեկնաբանություններում, եթե այս բլոկում ճանաչեցիք ձեր իրավիճակը։ Եղել է այնպես, որ դեղամիջոցի կողմնակի ազդեցությունը թաքնվեր տարիքային փոփոխությունների քողի տակ։ 4-րդ պատճառը ջրազրկումն է։ Եվ այստեղ ես ձեզ հետ շատ անկեղծ կլինեմ։ Երբ ես ասում եմ հիվանդներին, ավելի շատ ջուր խմեք, 10-ից 9-ը նայում են ինձ այնպես, կարծես ես նրանց ինչ-որ ինքնին հասկանալի բան եմ ասում։ Դե այո, ջուր, իհարկե։ Իսկ հետո ես հարցնում եմ, որքան մաքուր ջուր եք խմել երեկ։ Եվ սկսվում է. դե ես խմեցի թեյ սուրճ առավոտյան կոմպոտ ճաշին։ Ստոպ, մաքուր ջուր, պարզապես ջուր։
Որքան։ Դե մի բաժակ միգուցե։ Ահա, հենց սա է խնդիրը։ Մեր սերնդի մարդիկ, ներառյալ ես, սովոր չեն ջուր խմելուն։ Խորհրդային տարիներին չկար այդ մշակույթը՝ շշով ջուր պահել ու խմել ըստ ժամանակացացույցի։ Խմում էին թեյ, շատ թեյ, երբեմն սուրճ, կիսել, կոմպոտ, բայց մաքուր ջուրն ընդունված չէր։ Իսկ հիմա ֆիզիոլոգիան։ Մկանները 75%-ով բաղկացած են ջրից, 75-ը 3/4 է։ Երբ ջուրն օրգանիզմում չի բավականացնում, մկանային հյուսվածքը չորանում է, դառնում է պակաս էլաստիկ, ավելի վատ է փոխանցում նյարդային ազդակները, ավելի հեշտ է կծկվում։ Գումարած, ջրազրկման ժամանակ արյունը դառնում է ավելի խիտ, այն ավելի վատ է հոսում մանր անոթներով, ավելի վատ է հասցնում թթվածինն ու հանքանյութերը դեպի մկաններ։ Եվ ահա թե ինչն է կարևոր։ Տարիքի հետ ծարավի զգացումը բթանում է, սա գիտական փաստ է։ 20 տարեկանում օրգանիզմը հստակ ասում է՝ ծարավ եմ։ 60 տարեկանում այն կարող է լռել, նույնիսկ երբ ջրազրկումն արդեն սկսվել է։ Ուստի կողմնորոշվել ծարավով վատ մեթոդ է։ Պետք է խմել գիտակցաբար, որպես սովորություն, չսպասելով, մինչև բրյանը չորանա։ Որքան խմել։ Այստեղ չկա ունիվերսալ պատասխան, կախված է քաշից, ակտիվությունից, եղանակից, նրանից թե ինչ եք ուտում, բայց մոտավոր ուղենիշը 30 մլ է 1 կիլոգրամ քաշի համար օրական։ Այսինքն, եթե դուք կշռում եք 70 կիլոգրամ, դա 2 լիտր 100 մլ է, եթե 80, 2 լիտր 400։ Սա հեղուկի ընդհանուր քանակն է, ներառյալ այն, ինչ գալիս է սննդի հետ։ Մաքուր ջուրը դրանից մոտավորապես 1.5 լիտրն է, եթե կլորացնենք մի քանի բաժակ։ Բայց եւ ահա նրբերանգը։ Սա առողջ մարդու համար է, առանց սահմանափակումների։ Եթե դուք ունեք խնդիրներ երիկամների, սրտի հետ, եթե բժիշկը սահմանափակել է հեղուկի քանակը, լսեք բժշկին, ոչ թե իմ բանաձևին։ Պայմանավորվեցինք։ Այժմ եկեք խոսենք էլեկտրոլիտների մասին։ Նորաձև բառ, որը հանդիպում է սպորտային ըմպելիքների յուրաքանչյուր շշի վրա։ Ինչ է դա։ Դրանք հենց այն հանքանյութերն են՝ նատրիում, կալիում, մագնեզիում, կալցիում, քլոր, որոնք լուծված են հեղուկի մեջ։ Դրանք անցկացնում են էլեկտրական ազդակներ։ Առանց դրանց մկանները, նյարդերը, սիրտը ոչինչ չի աշխատում։ Երբ քրտնում եք, կորցնում եք էլեկտրոլիտներ։ Երբ միզամուղներ եք խմում, կորցնում եք։ Երբ շատ թեյ ու սուրճ եք խմում, նույնպես, որովհետև կոֆեին ունի միզամուղ ազդեցություն։ Եթե դրա հետ մեկտեղ քիչ մաքուր ջուր եք խմում, ապա կրկնակի հարված է, եւ հեղուկը չի բավականացնում, եւ հանքանյութերը։ Պատմեմ եւս մեկ դեպք։ Ամառ է, շոկ է։ Ինձ մոտ գալիս է մի տղամարդ 64 տարեկան, ամառանոցատեր, ասում է. հունիսից ոտքերս կծկվում են ամեն գիշեր, մինչ այդ կյանքումս ոչ մի անգամ չէր եղել։ Ես նրան հարցուփորձ եմ անում։ Նա ամեն օր ամառանոցում փորում է, ջրում արևի տակ, ուժեղ քրտնում է, իսկ խմում է թերմոսով թեյ եւ երբեմն կվաս։ Ջուրն ինչի՞ս է պետք, ես որ մարզիկ չեմ։ Մենք անալիզներ հանձնեցինք։ Նատրիումն ու կալիումը ստորին սահմանի վրա էին, մագնեզիումը մի փոքր նորմայից ցածր։ Դասական ամառային ջրազրկում էլեկտրոլիտների կորստով։ Շտկեցինք խմելու ռեժիմը, ջրին ավելացրինք մի պտղունց աղ, այո, սովորական կերակրի աղ, որպեսզի լրացնենք նատրիումը։ Ավելացրինք մրգերի եւ բանջարեղենի սպառումը։ 2 շաբաթ եւ ցնցումներն անցան։ Աշնանը նա եկավ պլանային զննման եւ ասաց. ահա արդեն 3-րդ ամիսն է եւ ոչ մի ցնցում, իսկ ես մտածում էի ծերություն է։ Ծերություն չէ, ջրազրկում է։ Կոնկրետ քայլ։ Սովորություն դարձրեք առավոտյան արտանալուց անմիջապես հետո խմել 1 բաժակ տաք կամ սենյակային ջերմաստիճանի ջուր, ոչ սառը, ոչ տաք, պարզապես 1 բաժակ ջուր։ Դա կխլի 30 վայրկյան։ Բաժակը երեկոյան դրեք մահճակալի կողքի պահարանի վրա։ Արթնացաք, խմեցիք մինչև նախաճաշը։ Սա մեկ ամենապարզ քայլն է, որն արդեն սկիզբ է դնում ճիշտ խմելու ռեժիմին ամբողջ օրվա համար։ Եվ երկրորդ քայլը։ Օրվա ընթացքում ձեզ հետ կրեք ջրի շիշ, ոչ մեծ, կես լիտրը բավական է։ Խմեք փոքր կումերով, հաճախակի։ Մի ստիպեք ձեզ խմել 1 բաժակը միանգամից, դա տհաճ է եւ անարդյունավետ։ Փոքր կումեր ամեն 20-30 րոպեն մեկ։ Եթե ձեզ համար ձանձրալի է պարզ ջուր խմելը, ավելացրեք կիտրոնի մի կտոր կամ անանուխի ճյուղիկ կամ մի քանի շերտ վալունգ։ Ավելի համեղ է, եւ ջուրը միևնույն է, մնում է ջուր։ Եվ այսպես, մենք քննարկեցինք գիշերային ցնցումների 4 գլխավոր պատճառները՝ հանքանյութերի դեֆիցիտ, անոթներ, դեղորայք, ջրազրկում։ Այժմ եկեք այս ամենն ինի բերենք գործողությունների մեկ կոնկրետ պլանի մեջ։ Առանց ավելորդությունների, միայն բունեությունը։ Քայլ առաջին՝ ջուր։ Այսօրվանից 1 բաժակ ջուր առավոտյան սոված փորին։ Ջրով շիշ ձեզ հետ օրվա ընթացքում։ Նպատակը՝
1.5 լիտր մաքուր ջուր, եթե չկան առողջական սահմանափակումներ։ Սա ամենապարզն ու ամենաարագն է, որ դուք կարող եք անել։ Քայլ 2. Սնուցում։ Այս շաբաթ ձեր սննդակարգում ավելացրեք 3 բան՝ մի բուռ դդմի սերմ կամ նուշ ամեն օր, մի բաժին կանաչ բանջարեղեն, սպանախ, բրոկկոլի, կանաչ լոբի, գոնե շաբաթական 3 անգամ, և մի բուռ ծիրանի ճիր, 5-6 հատիկ ամեն օր։ Սա դիետա չէ, սա 3 փոքրիկ հավելում է նրան, ինչ դուք արդեն ուտում եք։ Քայլ 3. Ստուգեք ձեր դեղերը, դրեք սեղանին, տեսեք, կան արդյոք միզամուղներ, ստատիններ, ստամոքսի հաբեր, գրեք ձեր հարցերը բժշկին։ Առաջիկա ընդունելության ժամանակ տվեք դրանք։ Քայլ 4. Երեկոյան ծես ոտքերի համար։ Ամեն երեկո քնելուց 30 րոպե առաջ արեք 3 բան։ Առաջինը՝ տաք ցնցուղ կամ վաննա ոտքերի համար 5 րոպե։ Տաք ջուրը թուլացնում է մկանները եւ լավացնում արյան հոսքը։ Երկրորդը՝ թեթև ձգում։ Կանգնեք դեմքով դեպի պատը, հենվեք ձեռքերով, մի ոտքը դրեք հետ, կրունկը սեղմեք հատակին եւ մեղմորեն ձգեք սրունքամկանը։ 20 վայրկյան յուրաքանչյուր ոտքի համար, 3 կրկնություն։ Երրորդը՝ պառկեք։ Բարձրացրեք ոտքերը պատի վրա 5 րոպեով, այսքանը, ողջ ծեսը 15 րոպե է։ Ես չեմ չափազանցնում, այս ծես օգնում է իմ հիվանդներից 8-ին, 10-ից զգալիորեն նվազեցնել ցնցումների հաճախականությունը, նույնիսկ մինչ այն, երբ մենք կգտնենք հիմնական պատճառը։ Քայլ 5. Եթե ցնցումն այնուամենայնիվ եղավ հենց հիմա, գիշերը, ահա այն եկավ, մի խուճապի մատնվեք։ Ահա թե ինչ պետք է անել։ Ոտքի թաթը ձգեք դեպի ձեզ։ Ոչ թե ձեզանից հեռու, այլ դեպի ձեզ։ Դա ձգում է սրունքամկանը եւ օգնում է նրան թուլանալ։ Միաժամանակ կարող եք մերսել մկանը մեղմորեն առանց ուժեղ ճնշման։ Կանգնեք այդ ոտքի վրա, քաշը տեղափոխեք նրա վրա։ Դա նույնպես օգնում է։ 1-2 րոպե անց պետք է բաց թողնի։ Ինչ չի կարելի անել։ Կտրուկ վեր թռչել մթության մեջ կարող եք ընկնել, ուժեղ սեղմել մկանին կամ փորձել ճզմել ցավի միջով, կարող եք վնասել թելիկները։ Համբերել պառկած մի դիրքով եւ սպասել, մինչեւ ինքն իրեն կանցնի։ Կարելի է, բայց թաթը դեպի ձեզ ձգելն ավելի արագ է օգնում։ Քայլ 6. Անալիզներ։ Եթե ցնցումները կրկնվում են շաբաթական 2 անգամից ավելի եւ տևում են 1 ամսից ավելի, արյուն հանձնեք։ Հիմնական ցուցանիշները՝ մագնեզիում, կալիում, կալցիում, վիտամին D, գլյուկոզա, կրեատինին։ Սա բազային հավաքածու է, որը շատ տեղեկատվություն կտա։ Ցույց տվեք արդյունքները բժշկին։ Եվ քայլ 7. Ամենակարևորը։ Երբ է պարտադիր դիմել բժշկի։ Ուշադիր լսեք, որովհետև սրանք այն իրավիճակներն են, երբ ինքնաբուժությունը վատ գաղափար է։ Գնացեք բժշկի։ Եթե ցնցումներն ուղեկցվում են թմրացությամբ, ծակծկոցով կամ ոտքերում թուլությամբ, եթե ոտքերն այտուցվում են, փոխում են գույնը, մրսում են, եթե ցնցումներն այնքան ուժեղ են, որ դրանցից հետո մկանը ցավում է մի քանի օր, եթե դրանք ի հայտ են եկել հանկարծակի եւ առանց տեսանելի պատճառի, եթե դրանք սկսվել են նոր դեղ ընդունելուց հետո, եթե ցնցումներին ավելանում են ցավեր ոտքերում քայլելիս, այս ամենն ազդանշաններ են, որ պատճառը կարող է ավելի լուրջ լինել, քան պարզապես մագնեզիումի պակասը։ Եվ դա պետք է պարզել ոչ թե համացանցով, այլ կենթանի բժշկի մոտ, ով ձեզ կզննի եւ կնշանակի հետազոտություն։ Ես հասկանում եմ, որ բժշկի գնալը ոչ միշտ է հեշտ։ Հերթեր, գրանցում, նյարդեր, բայց ձեր առողջությունն այն բանը չէ, որը կարելի է հետաձգել։ Հավատացեք իմ փորձին, որքան շուտ ենք գտնում պատճառը, այնքան ավելի հեշտ է դրա հետ գլուխ անել։ Իսկ հիմա այն պատմությունը, որը ես խոստացել էի սկզբում, տղամարդու մասին, ով այցելել էր 4 բժշկի։ Նարեկ, եկեք նրան այդպես անվանենք։ 59 տարեկան, ամուր, ակտիվ, ամբողջ կյանքում ձեռքերով է աշխատել, շինարար է, թոշակի է անցել, սկսել է զբաղվել բանջարանոցով եւ սկսվել են ցնցումներ ամեն գիշեր, երբեմն կրկնակի։ Նա գնաց թերապևտի մոտ։ Թերապևտը նրան ասաց. «Մագնեզիում, խմիչ մագնեզիում, 3 ամիս»։ Չոքնեց։ Գնաց նյարդաբանի մոտ։ Նյարդաբանն ասաց. «Նյարդային համակարգ, տարիքային փոփոխություններն էր, խմեք B խմբի վիտամիններ»։ Խմեց, չոքնեց, գնաց անոթային վիրաբույժի մոտ։ Նա նայեց երակները, վարիկոզ կա, բայց ոչ, ինձ ոչ ոք չէր ասել։ Մենք ստուգեցինք էրիթրոցիտներում մագնեզիումը, նորմայից ցածր էր, ոչ թե պարզապես սահմանին, այլ ցածր։ 4 տարի այրոցի դեմ հաբերն աննկատ կամացուկ դուրս էին լվանում մագնեզիումը, իսկ այն մագնեզիումը, որ նա առանձին խմում էր, պարզապես չէր յուրացվում, որովհետև ներծծումը խանգարված էր հենց նույն դեղահաբի պատճառով։ Ինչ արեցինք։ Խոսեցինք գաստրոենտերոլոգի հետ, վերանայեցինք ամենօրյա ընդունման անհրաժեշտությունը։ Պարզվեց, որ այրոցը վաղուց անցել էր, նա պարզապես առիթ չուներ դեղը դադարեցնելու, իսկ բժիշկն էլ նշանակումը չէր վերանայել։
Աստիճանաբար, ոչ կտրուկ, այլ աստիճանաբար իջեցրինք տեղաչափը, հետո անցանք ավելի մեղմ դեղամիջոցի։ Զուգահեռաբար մագնեզիում լավ յուրացվող ձևով, սննդի շտկում, ջուր։ 2 ամիս անց ոչ մի ցնցում, վերջին 2 տարվա ընթացքում առաջին անգամ։ Նա ինձ զանգեց ու ասաց. «Բժիշկ Միքայելյան, ես այսօր արթնացա եւ ոտքերս չեն ցավում։ Ես նույնիսկ միանգամից չհասկացա, թե ինչ է պատահել, իսկ հետո հասկացա։ Սա նորմալ առավոտ է, առաջին նորմալ առավոտը 2 տարվա մեջ»։ Ահա սա այն է, հանուինչի ես անում եմ իմ աշխատանքը։ Եվ ահա թե ինչ եմ ես ուզում, որ դուք քաղեք այս պատմությունից։ Պատճառը կարող է լինել այնտեղ, որտեղ չեք սպասում։ Դեղամիջոց, որը խմում եք տարիներով եւ չեք մտածում։ Սովորություն, որը թվում է անվնաս։ Հանքանյութ, որը չի բավականացնում, բայց արյան անալիզը դա ցույց չի տալիս։ Այս ամենը մեկ շղթայի օղակներ են։ Եվ հասկանալու համար պետք է նայել պատկերին ամբողջությամբ, ոչ թե մեկ կտորին, այլ ամեն ինչին միասին։ Եթե ամբողջ այսօրվա տեսանյութից դուք կհիշեք միայն մեկ բան, թող դա լինի հետևյալը. գիշերային ցնցումը դատավճիռ չէ եւ տարիք չէ, դա ազդանշան է։ Եվ այս ազդանշանի հետ կարելի է աշխատել համարյա միշտ հաջողությամբ։ Եկեք ամփոփենք։ Մենք այսօր վերլուծեցինք, թե ինչ է գիշերային ցնցումը եւ ինչու է այն պատահում հենց գիշերը։ 4 գլխավոր պատճառները՝ հանքանյութերի, դեֆիցիտ, խնդիրներ անոթների հետ, դեղերի կողմնակի ազդեցություններ, ջրազրկում եւ 7 քայլից բաղկացած կոնկրետ պլան, որը դուք կարող եք սկսել իրագործել այսօրվանից։ Հիմա ձեր հերթն է։ Գրեք մեկնաբանություններում, թե որ քայլը կսկսեք անել առաջինը՝ 1 բաժակ ջուր առավոտյան, դեղերի ստուգում, ոտքերի համար երեկոյան ծես, թե միգուցե գրանցում անալիզների համար։ Գրեք, ինձ իսկապես կարևոր է դա իմանալ։ Եթե դուք ունեք ձեր պատմությունը, թե ինչպես եք հաղթահարել ցնցումները կամ ինչն է օգնել կամ ինչը չի օգնել, կիսվեք։ Դա անհավանական արժեքավոր է եւ ինձ համար, եւ նրանց համար, ովքեր կարդում են մեկնաբանությունները։ Ես կարդում եմ յուրաքանչյուր մեկնաբանություն եւ աշխատում եմ պատասխանել։ Եթե այս տեսանյութը ձեզ համար օգտակար էր, սեղմեք հավանել։ Սա հանուն իմ ինքնասիրության չէ, դա օգնում է ալգորիթմին ցույց տալ տեսանյութն այլ մարդկանց, որոնց այն նույնպես կարող է օգնել։ Իսկ եթե ուզում եք ավելի շատ այսպիսի վերլուծություններ, բաժանորդագրվեք ալիքին։ Այստեղ միայն ազնիվ ստուգված տեղեկատվություն է առողջության մասին։ Առանց գովազդի, առանց վախեցնելու, առանց ավելորդությունների։ Խնայեք ձեզ, խնայեք ձեր ոտքերը, ջուր խմեք եւ քնեք հանգիստ, բառի բուն իմաստով։ Մինչ հանդիպում հաջորդ թողարկման ժամանակ։ Ցտեսություն։